Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական ծրագիրը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-ի ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ բարեկամների հետ, բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Իսկ ովքեր կցանկանան գրանցվել Քոչարի ազգային վերածնունդ կուսակցությանը, կխնդրեմ ձեզ ուղարկեք ձեր անձնագրի նկարները, ուղղակի երկու էջ իրար հետ բացեք դրեք սեղանին, վրա մատ մի դրեք, նկարեք։ Եթե ունեք գրանցման էջը ամբողջությամբ, ոչ թե կիսատ։ Ինձ մի քանի հոգի ուղարկել են, ես այս անձնագրերը ձեր կխնդրեմ նորից նկարեք։ Կիսատ մի նկարեք, ամբողջ էջը գրանցման անձնագիրը լրիվ նկարեք եւ ուղարկեք ինձ հարգելիներս կամ ID քարտը երկու կողմից։ Սկսենք այսօրվա հաղորդումը, ես հիմա գտնվում եմ Մյունխենում, դրա համար որոշեցի շուտ անեմ, որ շատ չսպասեք։ Ես հիշեցնեմ ձեզ, որ Երևանում շարունակվում է ծառերի եղեռն, այլ կերպ ասել չի կարելի, Թումանյանի 100 ծառը, փողոցի 100 ծառեր հատվել են, պատճառը բռնել են իբր ծառը հիվանդը։ Ոնց կարա ծառը հիվանդ լինի 100-ը միասին։ Ես հեսա հիմա Մյունխենում եմ, հեսա մի քանի ծառ կգցեմ, կարճ վիդեո կանեմ կգցեմ, տեսեք ծառերը ոնց են էտում, որ իր իրական ձևը չկորցնի, ոչ թե սրանց նման կոճից։ Սա եղեռնա հայազգի հանդեպ։ Ավինյան, դու պատասխան ես տալու քո ամբողջ թմով, պատասխան եք տալու այս եղեռնի համար։ Երևանում լինելու է +40-50 շոկ, դուք Թումանյանի վրա ուզում եք տնկեք մի երկու հատ ստից ծառ ու ճուրթուր ու ասեք դուք հիվանդ ծառահանիք նորը դրիք, էլի փող լվալու ձևը, էլի 175-200 ծանանոց բերելու ես սակուրա, որ դնես դոշիկ, հա։ Հաջորդը ինչի մասին եմ ուզում խոսել։ Հաջորդը ուզում եմ խոսել, ես անընդհատ այս բողոքները ներկայացնելու եմ։ Սա ժողովրդի հանդեպ հանցագործություն է։ Ես ուզում եմ խոսել մեկ այլ հարցով, որը վերաբերվում է ֆուտբոլի ֆեդերացիային։ Ուրեմն վրացիներին բերեցիք, ուրախ հայերը, վայ մեր աղբերներն են, բան։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կրկին անգամ խաղը վաճառեց։ Կրկին անգամ ֆեդերացիայի նախագահ Նիկոլի հետ վաճառեց, Նիկոլն էլ գնաց հատուկ այնտեղ, որ տեսնի ճիշտ թվով են վաճառել 6-1-ը, որից հետո էլ հայերին ծեծեցին ուղարկեցին։ Ու ոչ մեկ ներողություն չի խնդրել, Նիկոլան դե լմլմցնելով կանգնած ա եղել, չոքելա դեմը լմլմցրելա Կոբախիձեի ու այսօրվա դրությամբ մենակ Զուրաբիշվիլին ասեք կներեք մեր պավասկի համար։ Սա բոլորը փորձում են վրացիների հետևը փրկել։ Վայ գիտեք ինչ վրացիները չէին թուրք էին ասին այս բառը այն բառը, ուրեմն ասեմ ձեզ, եթե վրացին թույլ չտա, թուրքը իր հողում ոչ մի բան չի անի։ Իսկ չի Հայաստանում կարա որևէ ազգ առանց հայից հարցնելու համաձայնություն ունենալու որևէ բան անի։ Իհարկե ոչ։ Այնպես որ վրացիների այս պահվածքը պիտի բողոքարկեն պաշտոնապես պիտի բողոքարկեն վրացիների այս արածը։ Չբողոքարկեցիք, մենք սա էլ ենք վերցնելու հանցագործության մեջ։ Իսկ ֆեդերացիայի նախագահ ամբողջ տեղակալներ եւ մնացածը Նիկոլ Փաշինյան նաեւ այս մի խայտարակության վրա եք պատասխան տալու, քանի որ ամբողջ ազգին դուք նսեմացնում եք աշխարհով մեկ ֆեդերացիայի նախագահ, քեզ դիտես ինչ ենք անելու։ Քեզ բերելու ենք, գցենք Մյունխենի, Նյուրնբերգի բերդը, որտեղ հսկում են, ասել եմ, գոմիկ ցիգանները, որ քեզ գիտես չէ ինչ են անում, նայողները գոմիկ ցիգաններն են, որ հանգարցակի քեզ ուզեցին շխկունդ հանեն չհամաձայնված, ոստիկանին ասում են մեզ խփել է, ստիպված գցում են իսկականից են սարքում քեզ գոմիկ, թե եթե դու գոմիկ չես, ինձ թվում է դու էլ ես գոմիկ։ Նիկոլի պես, քանի որ դուք հայազգի սենց դվաստացնում եք, այ խոզ լրի տղա, դու որտեղից եք արել։ Ինչ վերաբերում է Գյումրու ընտրություններին, ուզում եմ եւս մի բան ասել, այն Մանուկյան կոչված են կենթանու մասին, արա ոչ խար։ Ես քեզ շատ ժամանակ չէի անդրադարձել, փնթիզիբիլ։ Այ Էժան մարմնավաճառ, ասում եմ Նիկոլը չլինի Հայաստանը կորածը։ Այ տղա, այ աբրանք, դու ես որոշողը Նիկոլը կլինի Հայաստանը կորածը թե չէ։ Այդ կարգի հետև մտնել կլինի, մազերիցդ արդեն կեղտի հոտ ա գալի Նիկոլի միջայլոց։ Լուծի հոտն ա գալի, չես ամաչում, արա այս ինչ ձև ես հետև մտնում։ Ով ընտրելու է այս Մանուկյանին ժողովուրդ, նայեք այս այլասերվածին, դուք ձեն եք տալիս թուրքի վիժվածքին, երևի 1920 թվին սրա տատերին 10,000 թուրք են բռնաբարել տատին, որ այս վիժվածքն ա ծնվել, իր հոր գենում։ Ուրիշ բան չունեմ այս մարդու մասին ասելու։ Սենց բան չկա, մարդը ասում է, թե բանը Նիկոլը չլինի Հայաստանը կորածը։ Ու հելելա քաղաքապետը։
Մանուկյան կենթանի ես ինչ ես, քեզ մի անգամ զգուշացրել են որոշ մարդիկ անունները չտամ։ Լավ տեղն են դրել, որ քեզ չափիտ մեջ պահես, ճիշտ է։ Դիմել էիր արանքներով, փորձում էիր հոգևորական քաշ էիր կողքում, դիմել է։ Երկրորդ անգամ եմ ասում, դու ընդհանրապես խաղից պետք է դուրս գաս նրա համար, որտեղ դու արդեն հայազգի թշնամի ես գնում։ Մտնելով այդ կարգի, որ մտնելով Նիկոլին, դու հայազգի համար մեկ թշնամի ես դառնում։ Եվ Գյումրի այս ընտրությունները, որը հայտարարություն ալելու արդեն ծիծաղնել չի բանանում, սա մեծ, շատ մեծ հետևանքներ է թողելու հենց խեղճ գյումրեցիների վրա։ Մարդիկ անհետները խոսում եմ, անուն չեմ տալիս, ասում եմ, ընկեր ջան, ինչ ես գնացել ես ինչի թիմ, անունը չեմ տալիս, ախպեր, ընկերս սա խնդրելա գնամ, ընկեր ջան, խնդրելով որ դու ազգի ճակատագիր քո նման ամեն մեկը փոխի։ Եվ վերջում ինչ անելու, վերջում էլի Գյումրին դառնալու է ողբալի վիճակ, դու ասելու ես ընկերոջս չկարողացա ներել։ Անուն չեմ տալիս, ընկերը տա ու փողա վերցնել Նիկոլից կամ Սերժից կամ Ռոբից կամ բոլորից իրար հետ ու գնացել է այդ գործին։ Դու պիտի ազգին խորտակ ես ընկերոջդ խաթ։ Մարդկային հոգեբանություն։ Վերջում ասելու եք մենք մեղք չունենք, ասել եմ, չէ՞, երեք ասել եմ, կդնեք դեմները տես խայտարակություն։ Մի արեք, ուղղակի նորմալ տղա է, նորմալ եմ խոսացել, եթե զգայի որ իրոք սենց ստրուկ հոգեբանություն ունի, ուրիշ բան կասի։ Ուղղակի սա եւս մի փաստ է, ընկերոջ աղբոր հոպարի բարեկամ Նիկոլն է տարի Արթուր Ալեքսանյանի նոր 6.5 թե 8.5 միլիոն փող տվել, որ Արթուր Ալեքսանյանի շրջապատով ինչ-որ նվեր բան սարքեն, սարքոցիներ անել, դե սպորտն էլ է փորձում քաշի։ Այս ձևի այլասերվածությամբ երկիր չեմ բան։ Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի պահին, Թուրքիան սահմանը չի բացել, թույլ է տվել մենակ այդ մեքենաները գնան Սիրիա, քանի որ Թուրքիայում հիմա խառը վիճակ է։ Իսկ ով է սարքել խառը վիճակը շատ հետաքրքիր ձևով կազմակերպեց Մոսադը։ Ինչի, որտեղ թուրքերն ասացին կխփենք պետք եղավ Իսրայելի տարածքին կամ Իսրայելի Սիրիայի տարածքներին, դրա համար գեղեցիկ կերպով սարքեցին այս ամբողջը։ Էրդողանը գոյություն չունի։ Ըստ երևույթին լուրեր կա որ մեռել է, լուրեր կա որ սպանել են, լուրեր կա որ փախել է, բայց այսօրվա դրությամբ Թուրքիայի արդեն արևելյան նահանգները արդեն կռիվ ջարդությունները հասել է արևելյան նահանգներ, այդ թվում նաև արևմտյան Հայաստան։ Եվ ձերբակալվածների քանակը 1100-ից ավել է, զոհերի մասին չեն ասում, մենակ ասում են Նիկոլա նման, Նիկոլի ֆիլիալն է, չէ՞, վիրավորվել է 116 ոստիկան։ Սա երկար է գնալու եւ հենց սրանով էլ շեղում են երկրի խառը վիճակը, թե Կիպրոսից։ Սա գիտեք, որ նաև որ տակից դուրս չեն գալիս Նիկոլը ոնց էր, որ պրավալա գնում, ասում է Թուրքիեր հարձակվեք, Ադրբեջան հարձակվեք։ Նույնն է սա է, ինքը որ արդեն քաղաքականություն իր սուտ կայսրական արդեն պրավալա տվեք, կորուստի է գնացել, թուրքը դրա համար էլ գեղեցիկ կերպով հիմա փորձում է այդ դրա տակից դուրս գալ։ Ասում է, քանի որ դուրս են գալիս, թող կռվով լինի, այսպես էլ որ ժողովուրդը չհասկանա, մեկին 1000% թանկացում փողերի թանկացում, հիմա այս 10 միլիարդը որ հանին է դելա լվացվում դուրս գալիս, հեսա ցույցերը կանգնի, տեսեք ոնց է մի անգամից փողը դառնում լիրան 45, $1 45 կամ 40։ Այսինքն այն քաղաքական իրավիճակը, որը ասում է Թուրքիայում փրկության, սա ինչքան Էրդողանը կամ թուրքական կառավարությունը ձգեն, այդքան իրանց ավարտելու։ Թե նրանից հետո Քեմալականը կգա, ով կգա, սա էական չի ժողովուրդ ջան, ինչի, որտեղ հիշենք Դավիթ Օղլուն էլ նույն Էրդողանի թիմից էր, ինչի դուրս եկավ էլ պոշտ չտվեցին մի բանով, որ Դավիթ Օղլուն ասում էր Հայաստանի ճանապարհը պետք է բացվի, որ Թուրքիայի վրա անընդհատ ճնշում չլինի։ Դավիթ Օղլուն էր ստորագրել։ Դավիթ Օղլուին շարքից հանեցին, իհարկե ինքը թշնամի չի, բնականաբար Էրդողանին թշնամի չի, ոչ թե հայերին։ Հայերին միշտ է բոլոր թուրքերը թշնամի։ Լավ թուրքը մեռած թուրքն էլ եմ ասել։ Բայց տեսակ շարքից հանեցին, եվրոպականին հանեցին, մտավ ասիական ֆանատիզմը, մահմեդական ու խառնվավ իրար աշխարհ։ Ու դեռ սա արդեն 5-7-րդ օրն ապարտյասնակ չէ, ցույցերը, գործի չգնալը եւ այլն, տնտեսության հսկայական զոհերը, պլյուս դրան հսկայական տնտեսության անկումը, փողի անկումը, ոչ մեկ փող չի դնում, փողերը արագ հանում են։ Հասկանում եք ինչա։ Եվ ավելացնեմ մեկ բան էլ Ադրբեջանը սկսեց տպել իր դժգոհությունը ռուսներից, որ ռուսները արդեն ահռելի քանակությամբ քչացել է Ադրբեջանի եկող փողերը։ Փաստորեն հայտարարեցին այսպես, որ ես միշտ ասում եմ, իմ ասած թիվը 96 էր, փաստորեն 96-ից ավել է, ադրբեջանական նավթի 98.5% սպառողը Ռուսաստանն է, ինչ անում ժողովուրդ ջան, հասկանում եք, չէ՞, սա անում է որպես ասենք մենեջերի պես ինքը վերցնում է նավթը, գազը, ինքը որոշում է, հետո նույն ճանապարհով ծախում է հետ Թուրքիայով Եվրոպա։ Պարզ է, չէ՞։ Այսինքն ինձ պատկանող այս գավաթը վերցնում եք դուք,
սա արժի 1 եվրո, օրինակ 2 եվրո, վերցնում եք դուք, դրան դնում եք 3 եվրո, ծախում եք ուրիշին։ Փաստորեն 98.5-ը գազի ու նավթի իրենցն է, 1.5%-ը։ Բրավո։ Հասկանում եք, չէ՞ ինչի մեջ է։ Դրա համար էլ հիմա դժգոհ է, փողերն է քչացել, սա քչացել մեզ առևտուր չեն տալիս, մեզ փող չի գալիս, ադրբեջանցիներին վտարում է, մինչև ապրիլի 37,000 մարդ է վտարելու, ադրբեջանցիների քանակը 377,000 վտարվողների մեջ, այսինքն հերթով քանդվելով պետք է գնան, հələ ուր եք, սա դեռ ծաղիկներն են։ Իսկ ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ իրան շանտեղը չի դնում, ինքս չի լսում ով ինչ է խոսել։ Այն պարույրը, բանի Արաբաթի տեղակալ, այսօր ասում եմ, որ մենք պայմանագիրը երկարացնում ենք, մեզ շատ ձեռա տալիս, որ եվրոդիտորդները մնան, որովհետև դա անվտանգության երաշխիք է։ Նիկոլ 2 օր առաջ ասում էր, որ եվրոդիտորդներին պետք է հանեն։ Դուք իրար հետ չեք խոսում, թե կոմոդ սենցը, այսօր ասեն, վաղը ինչ կլինի, ամենայն դեպս Նիկոլի կյանքն էլ է պետք։ Այսօր ուտի զղկտվի, վաղը ինչ ուզում է լինի։ Այս խայտարակության հերթականությունը բերում է երկրի կործանման։ Դրա համար ինչքան շուտ Նիկոլը գնա, այնքան մեր օգուտն է, բայց մենք էլի եմ ասել, ով որ զանգում է մարդիկ կան ընդ իրանց ձև տված, ես իմ հերիքչի Ռուսաստաններն են ապրում, իրանց սուտի գողական են համարում, ախպեր թողում Նիկոլը թռնի, ախպեր չէ, մորքուր ջան, որ Նիկոլը չթռնի փողոցի Արունի պատասխանը դու ես տալու Մոսկվայում տղու դեմքով ապրող, հա? Դու ես տալու քո լկտիկ ապրելով Ռուսաստանում, տղավարի, հա? Դե տղա ես արիստ է կանգնի ու այդ Արունը վերցրա քո վրա, ոչ թե Մոսկվայից նստած էշիշ նամակների վրա։ Ես ու Արտակը մենք մեր ձեռքը չենք թաթախել վայի արյան մեջ։ Թող ինքը 20 հոգի մաքսիմում եմ ասել, բայց մի պայման ենք դրել։ Ավինյանը չպետք է լինի փախնողների մեջ։ Ավինյանը պետք է մնա Հայաստանում։ Այդ 20 հոգու մեջ 5 հոգին 6 հոգին իրանք տանով են, մնացածը թող որոշով աղբերն է, աղբոր երեխեք են, ինչ են դրանք։ Ավինյանը չպետք է մնացնել։ Այն Ամերիկայի գնացած աղբերն էլ կապ չունի, դրանք է մեջ հաշված։ Ավինյանը չպետք է լինի փախնողների մեջ։ Որտեվ Ավինյանի վզեն շատ տեխնիկա։ Այսպես ենք մենք խոսում։ Բա որ թողեք ժողովրդին հիմի կռիվ հանի, այդքան փողա տվե ոստիկանների հանի Արուն սարքի դուք տերեք, դե Մոսկվաներում մանգալուց ձեր լոփո խոսալն եք բայել։ Բա որ այդքան լավն եք ինչի՞ չեք գալիս ասում ես դեմ եմ, թող ես կբռնեմ սադկաստեմ, մենակ էշշ գրեք, չէ։ Անցնենք հաջորդ հարցին, անցնենք միջազգային մեկ այլ հարցի, որը բավական ուժեղ է, Բելգիայի Միացյալ Դաշնային խորհուրդը, այսինքն ֆլայմենտների եւ բելգիացիների, ֆրանսախոսների դաշնային խորհուրդը Արցախի հարցի լսումներ ա դրել։ Զարմանալի չի, մինչև այդ չէին դնում, իրար հետևից սկսեցին լսել օրենքներ ընդունել։ Հասկանում եք Ալիևի գործը ինչքան վատ է։ Եվ Հռոմի Պապը ըստ երևույթին, որ ասում են կլինի, ծանր կլինի, կենթանիա, կենթանի չի, դվայնի կունենա, թե մահացել է։ Նորն է գալիս Ադրբեջանի հովանավոր այս գործողությունները, Պապի կողմից նաեւ այն հարցին բերեցին, որ Ադրբեջանի թիկունքը երերում է։ Թե ինքը ռուսների կողմից ինչ կխոսայելի Եվրոպային կհայոյի մակի քարտուղարի, սա հարցի մյուս կողմն է։ Ինքը ունի Արցախի եւ Նախիջևանի մինիմում կորուստ է չեմ ասում Գարդեմանի եւ Պարսկահայքի մնացած մասը Քուրգետի ձախ Քուրգետի աճ վտակ ամբողջությամբ աճ մասը պետք է լինի հայկական, այդ չեմ ասում ինչը Բաքուի տակ է, այդ լթողանք մնա, առաջինը մենք ասել ենք Նախիջևան եւ Արցախ։ Մնացածը մենք դեռ խոսք չենք տվել, մնացածը ասել ենք հերթով։ Հիմա ինքը արդեն փորձում է խաղից դուրս գալու տարբեր ճանապարհներ։ Ալիևը կփախնի, միանշանակ կփախնի ուր Դուբայ։ Ինչի համար? Որովհետև ինքն էլ Նիկոլի աղբերն է։ Մենք կստանանք Ալիևին, կստանանք քաղաքական ձևով։ Երբ որ պետությունը դառնում է սուբյեկտ միջազգային իրավունքի, որ իրենից բան է ներկայացնում, պահանջով կստանանք Դուբայից ու կբերենք Հայաստանում կբանդարկենք։ Սա ճորոմ խոսքեր չի, սա իրականություն է, որը մենք խոսք ենք տվել մեր ընտրության դեպքում։ Մենք ոչ մեկին Աստված չենք համարում, մենք բոլորս հասարակ ժողովուրդ ենք, Աստվածը միակ է։ Բարձր, մենք ոչ մեկին չենք ասում Նիկոլ Աստված, ես իմ Ռոբ Աստված, այսինչ Աստված, այնինչ Աստված, Սիերժիկ Աստված։ Իսկ ինչ վերաբերվում է պետական այդ ինչա կոչվում քաղաքագիտության կամ քաղաքագիտության ակադեմիա ավարտածներին, որ ցույց են տալի քաղաքագետ են, ստեղծված Սերժ Սարգսյանի օրոք եւ դասախոսների Աշոտյան եւ Շարմազան Օղլին, այդ տված դիպլոմները լենքին տարեք մտցրեք այդ ավարտածների ու
դրա ղեկավարների հետևը, որտեղ ում բռնել են սուտ իրանց կից, երիտասարդական կուսակցության կից, թևեր են տվել, քաղաքական պոստեր են տվել, էս են տվել, են տվել, են տվել։ Բարձա, այս ամբողջը ես ասեցի այնքան, ինչքան որ պետք էր այսօր ասելու։ Եթե լինի հետաքրքիր լուր, երեկոյան մի հատ էլ կարճ կմտնեմ, այսքանով ավարտում եմ այսօրվա հաղորդումը, մաղթում եմ ձեզ լավ օր, հարգելիներս, իսկ ովքեր ունեն տարածքներ, որը կարող են մեզ անհատույց տալ ընտրության ժամանակ որպես շտաբներ, դա կլինի ներքնահարկ, դա կլինի սենյակի մի մասը, բակ եւ այլն, շատ շնորհակալ կլինենք, իմիջիալը շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր տրամադրել են մի շարք մարդիկ, մոտավորապես արդեն 8-10 հոգի մեզ տրամադրել են, թե Երևանում, թե մարզերում, թե տարբեր մասերում։ Բերեք բոլորս միասին կրկնենք մեր ավանդական աղոթքը, ուղարկենք երկինք, որպեսզի իրականանա։ Աստված թող արժանին պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարի Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, հաջորդ տարին Վանանդում, Մուշում, Վանում, Սասունում, Կալինում, Բաբերթում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պոլսում։ Ամեն։